Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմ եք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ բարի խոսքերի համար, բարեմաղթանքների համար եւ ասել, որ ովքեր չեն բաժանորդագրվեք, դա որ վիդեոն գայս է, տակի են աչի վրա սև, այսպես բանը ուղղանկյուն է, սեղմեք կբաժանորդագրվեք։ Սկսենք հաղորդումը այսօրվա, ինչ օր է այսօր, ես սկսեմ ամենաառաջինը, նախ, այսօր Ռուսաստանի անկախության օրնա, թե չգիտես Ռուսաստանը ումից է անկախած է, ասենք, այս են դեվիլությունա, որ բոլորը տոն ունեն, բերեք մենք էլ ունենանք, էլի։ Սա հիմարության տոն է ռուսների համար եւ Ռուսաստանը մեկ եւս ցավոտ տոն է, այսօրը ցավոտ օր է պատմության մեջ, որ 1700 թվականին հունիսի 12-ին, այսինքն նշվում է 10-ից 14-ը, բայց 12-ին կնքել է միջարաբաստիկ Կոնստանտինոպոլսի պայմանագիրը, հաշտության պայմանագիրը, որով Պյոտր առաջինը 1700 թվին ընդհանրապես դեռ չեկած այս կողմ ճանաչեց, ինքը թուրքերի հետ ոչ մի բան չէր արել, ոչ պատերազմ 1700 թվներ, ճանաչեց հայկական հողերը ընդմիշտ Օսմանյան կայսրության տարածք։ Ինչ վերաբերում է այսօրվա հաղորդմանը, սկսեմ ամենաառաջինը մեր հաղորդումից, հիշեցնեմ սա օրը։ Երևանի դեպքերի մասին ասեմ, Հայաստանի, հետո կշարունակեմ։ Նախ Երևանում քոլեջում բարձր դպրոցում 14 տարեկան երեխային դանակահար է, որը վազելով մտել է դպրոց, ասեցին ու ուսուցիչները առաջօգնություն են ցույց տվել, փրկել են, բայց երեխան ասում է դրան չեմ ճանաչում։ Ես ուզում եմ հորդորեմ այդ տղուն եւ ծնողներին, որ այդ երեխային փորձեն խելք սովորացնել, տղա ջան, դանակով խփել են, կյանքդ փրկել են։ Հիմա այն սուտի լավ տղա խաղալու ժամանակը չի, չեմ ճանաչում, շրջապատից հարցրեք եւ այլն։ Կյանքում անծանոթ մարդը ուղղակի քեզ դանակով չի խփում։ Իմ ուզում ես լավ տղա լինես, այսինքն դու ծածկում ես այդ հանցագործին, քո 14 տարեկան էլի, իբր ուրիշ դպրոցից է չես ճանաչում, որը սուտ է, թեկուս անհնար է չճանաչեք դանակով խփի, հենց այնպես չի եկի խփի։ Այդ հանցագործը կարա քո նման մի քանի հատ այդ տղու սպանի, խփի ու ուսուցիչը օգնության չհասնի, ու այդ երեխան մահանա։ Դու քո վրա մեղք ես վերցնում, ձև տալով, թե դու իբր լավ տղա ես, հա, անուն չես տալի, դու քեզնով լուծելու ես։ Նախ դու քեզնով լուծելուների հարցը չէր թողի դանակով խփել։ Երկրորդն է, եթե խփելա, պիտի ասես, ժամանակները փոխվել են, սուտ այդ բաները անցել է սովետական միության հետ մեկտեղ քանդվել։ Ինչևէ առողջություն եմ ցանկանում, երիտա պատանի տղա է, բայց մի գնալ այդ սուտի գողագանների մեջ, այսօր չես տնում, գողագանների 99.99%-ը միլիցեքի ու պետության հետ են աշխատում։ Պագոնի հետ աշխատող էլ գողագան չի։ Այս քեզ որպես խորհուրդ, որտեղ շատ երիտասարդներ այդ ձև են մտածում, չհասկանալով, որ գողագանը էլեն գողագանը չի։ Անցնեմ հաջորդ լուրին, ցավալի լուրումն եմ էլի ասելու, որ զոհերի թիվը Տավուշի 2 հոգով ավելացել է, այսինքն դառել է 6 հոգի, եւ որոշ տվյալներ կա, որ այնտեղ պայթյունը ոչ թե գազի է, այլ ինչ որ նռնակ են դրել եւ այլն։ Ճիշտ ասած, ես չեմ ուզում այս մասին որևէ մի բանավիճեմ, որովհետեւ ամեն ինչ հնարավոր է Հայաստանում, քանի դեռ ղեկավարը Նիկոլ Փաշինյանը։ Իմիջիայլոց Նիկոլ Փաշինյանը ամսի 20-ին ուղևորվում է Էրդողանի մոտ, որ ինչ անի, ինչ պիտի քննարկեն։ Այն որ ժողովուրդը ասում էր Աթեշյանին պիտի Պոլսի պատրիարքին բերի Հայաստան պատրիարք, Աթեշյանին ով է ընդունում, որ նրան է բերեն պատրիարք։ Նախ այդ բերելը Նիկոլի համոզել է այդ ապուշ օրակարգը կատարելը, սա նրա վերջն է, քանի որ Նիկոլ Փաշինյանի ամբողջ անձնակազմը նախ A իրենից խառնված են, վախեցած են, որ ինչ ուզում անում է, եւ B ովքեր թռել են, դրանց արածը չի բանում։ Տեսեք, օրինակ լուր ունեմ, որ Արամ Հովանեսյանը, որը ոստիկանապետ էր, վերջերս հանելուց մի քանի օր հետո հայտնվել է Ամերիկայում Լոս Անջելեսում։ Գլենդելա որտեղ է, Լոս Անջելես մեծ քաղաքային ագլոմերացիա է։ Պարզ է, չէ՞։ Այսինքն, այդ մարդուն որ հանում եք, մի բան պետք է անեք, չէ՞։ Երբ որ մարդուն գործից հանում եք, ուրեմն այդ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի, չէ՞, ինչպես հարցրեցին են ներքին գործերի նախարարուհուն հնդկացիական աստվածի դեմքով քիթը սենց ունքեր ասեց, բյուրոյի ունքերով ասեցին, բա գոնե պետք է գար բարեմաղթանք անել, բա հարմար չի եղել, ինքը ասել է եւ այլն, սենց լղեց գնաց։ Լավ, մինչեւ վերջ
Եփեք լղելով sense գնալու։ Դուք ուղղակի կործանված, բոլորդ էլ հասկանում եք, որ դուք կործանվել եք, փրփուրներից բռնացեք։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք ինչա, որ երկրի ներսում շարունակվում է եւս բարդական անարխիան։ Արմենիա բժշկական կենտրոնի պատուհանից 65 տարեկան մարդ անկել մահացել։ Շուրջան ռուսական սցենարը Նիկոլի ձեռքով, որ ասում եք ռուսի մարդը չի, ռուսներին բռնում են, պրոշներից պաչում են եւ այլն։ Մատվիենկոյի հետ այդքան քրվում էր Ալենը գնաց մտավ տակը, փթաց հոտաց Մատվիենկոյի, որ այնքան մարդու տակա մտե Մատվիենկոն, որ արդեն սպիդոմետրը 10 անգամ 0-ա կանգնե եւ վրից արդեն հոտ ա գալի, ոզնին սատկել է Մատվիենկոյի։ Էլուր մնաց դրած եւ այս ամբողջ գործողություններից հետո երկրում մարդ են քցում, ինչի է մարդը քցում, 65 տարեկան մարդ է, ինչի բոլորիդ համար 65 տարեկանը ես ինչա ժողովուրդ չէ։ Խելքը գլխին մարդ է 65 տարեկանում Եվրոպայում թոշակ չեն տալիս, 68-ից է թոշակը, հələ ուզում են էլի բարձրացնեն, տեղ կա 72 են ուզում սարքեն թոշակը։ Որտեղ մարդիկ 110 տարի են ապրում, հետս փողոցում քայլում է 110 տարեկան մարդը 109 տարեկան, տատին 92 տարեկան անեց հեծանիվով անցնում հետևի ակի վրա ճռռսնելով, նայում ընկնավորում ես, ես չեմ կարողանում հեծանիվը հետևի ակի վրա ուղղակի քշեմ, ելուր մնաց ճռռսնեմ, սենց ֆռռամ եւ այլն։ Այնպես որ 65 տարեկան է, ես միշտ տարեք չի։ Հա 50 տարին դա կյանքի կես անցել է, բայց 65-ը նորմալ խելքը գլխի մարդ է, որ չասեն, դիժեր հելավ գցեց։ Ամեն ինչը սենց են անում։ Ես էլ Արմենիա ԲՀԿ-ի մասին շատ եմ խոսել։ Արմենիա ԲՀԿ-ն հենց այս իշխանության Լևոնի ու Նիկոլի տակ մտած մարդերը, տերը, սեփականատերը այդ մասին երկար են պատմել։ Ինչևէ, մարդկանց սպանում են, ոչ մեկ ձեն չանում եւ որոշել են ինչ անեն, որոշել են մի հատ շոու անեն, հա, շոու անեն եւ ձերբակալել են Վանեցյանի թիկնապաներին։ Այ Վանեցյան, դե արի մի ասա։ Ով է քեզ Հայաստանում շան տեղ դնում, խփի կամ վնասի, որ դու ինքդ քեզնից ոգևորված թիկնապաներ ես վարձել։ Հա, օրինական ես վարձել, դեմ չեմ, ծառայություն ա, բան։ Բայց դու քեզնից ինչ ես ներկայացնում ես երկրի մեջ, հələ ժողովրդին հելեք հենց հիմա խնդրում եմ բոլորը տակա ակտիվ գրեք, Վանեցյանի սպանելու կամ վնաս տալու որևէ մեկը ընդհանրապես մտքի 11 միլիոներով ծայրով մտածել եք թե չէ, որ այդ հակ Վանեցյան խփեք կամ վնաս տակ, մարդ, ասել եմ, ես ինքնա գովազդի, 2000-ականների ինքնագովազդը, որ պատմում էին, մտնում էին ռեստորան, բարև ապե, Ռուդոնստեա, հանում լարում ենք, 3 օր մտնում էին, մեկ եմ գետնիկանով կա մտնում էր, ապե, ես Ռուդոն եմ, ինձ արցնող չեղած, մենք չէ դավայ, ձև տված, այս որակի, այս մակարդակի Վանեցյան, իսկան եք հասել, ու Սեր Նիկոլի հետ է միշտ, փայ, բա որ Վանեցյանի ախրանիկին պարկացրել են գետին, Վանեցյանին ինչի չեն պարկացրել, հարց Չէ, եթե դու Նիկոլի հետ դեմ ես, ոչ թե դու Նիկոլի աղբերն ես, որ Իրանով դառար գեներալ, որ դու Ալենի ընկերն ես, դուք եք պատմում Նիկոլին փախցրել եք։ Ինչ է նշանակում այս էժան շոուն, հա? Նույն էժան շոուների շարունակություն, չի չեմ էլ ուզում խոսամ ծիծաղը սա գալ, չեքիստ կռիմ նաշերը կասեցի, լավ տղա երեղի գնացել եկեղեցի իր պաշտպանում իբր թե, չեքիստը անհավատ սատանիստը, կոմունիստ սատանիստը անհավատ գնում է եկեղեցի պաշտպանել։ Հիմա իբր ախրանիկի դեմ բռնել, ժողովուրդ ինչ եք ախրանիկին բռնել։ Բայց Սարգսյան արտաքին ցուցադրած գեներալ լեյտենանտ քեզնից բարձր Հայաստանի հաստատ ջեբով թլիկությամբ չստացած կես ժամվա գեներալ, մարդը մի քանի երկրի հերոս, պարկացրիք, ցույց եք տալիս, քաշում եք աղբերներին, թևերից գծել եք, կանդալ ասֆալտին եք պարկասնում, այդ դուք ինչ իրավունք ունեք։ Դուք ինչ իրավունք ունեք մի քանի երկրների ազգային հերոս, մարդուն, որը Հայաստան ոչ թալան արե, ոչ գողություն արե, ոչ մարդա խփե, ոչ մեկի տունն քանդե, հա, պարկացնեք գետնին ձեզնից ստավորնի գեներալ լեյտենանտին պարկացնեք, բայց ձեր փնթի ոչիլին ախրանիկին պարկացնեք, թե ինչի է ախրանիկ մամես, ինչ էժան շոյ եք անում։ Վանեցյան ու ախրանիկ բառը նախադասության մեջ այնքան իրար հետ անհամատեղելի են, ինչ որ ասես աֆրիկյան ձմեռապապ։ Ով է Վանեցյանի շան տեղ տնում, որ մի բան էլ իր կյանքին պետք է վտակը սպառնի։ Ժողովուրդ ջան, ակտիվ գրեք Վանեցյանին
11 միլիոներորդ աստիճանի շանտ չէ, ոչիլի տեղ դնում եք, թե չէ։ Որ ինք իրան չէ, էլի մեկ-մեկ վիստոպատալն է ժողովրդի թքացունի Վանեցյանի վրա։ Պարկսնողեք Վանեցյանին պարկսնեիք, այդ ժելեյած մազերը, ոնց էր ասում բանը, պիպոն ասում էր, այ ժելեյած բարբիկու կլան, դու հալը կտենաս։ Կապիկություն, էլի, կապիկություն։ Եվ սրան գումարած Էջմիածնում արտահերթ տեղական ընտրություն են անում, որտեղ ԿՊ-ն իրանց մարմնավաճառ Ձիաննան, որ քաղաքապետ էր, հանդիպում գումարով Ձիաննային բերին քաղաքապետ, լավ թալանին, կեսրարով, բան, ընդեպ կեսուրով, մարդով, տեքրով, միլիոններ Էջմիածնում, բենզակալոնկե գազալցականներ, դու մարդկանց խփին սպանին, այդ գործով հիմա անձեր հելել է Նիկոլի քիփը, Նիկոլ կնգատ վրա չես կարող հանդիպում գումարով, չնայած նա գումարով չի ձրիա մի բան ենք նա գումար տալի, հիմա Ձիաննային հանել ես, ԿՊ-ն ունեցանում մարդ չընտրվի արտահերթ ընտրությունը, միանգամից որոշել է Կարմավիրի մարզպետը, հաստատ ձեզ թվում է այդ կանցկացնեք։ Այս խիղճ կատակություն, այն որ կողքից հելնում, սենց գոռում, Նիկոլ է էսեն, ամարտ իշխանություն 35 տարվա, լավ է քիփեք, լավ է իրար հետ գործ եք անում, լավ է ամեն ինչ ստացվում է։ Քոչ իր համար կայֆավա տալում, ում պտի բռնեք, կայֆավա տեկալում, ես եք անում, են եք անում։ Երեկ էլ ասում է, որ ամսի 12-ն է, ոչ մի հոգի չի բռնվե, դու ասա, անցած տարի Բաղրամյանի վրա արած ոչ մի ոստիկան, այմարտ ինչն է բռնվե, որ դա բռնվի։ 100-ից ավելի վիրավոր անիք, Բագրատին բռնեիք, Արտակին բռնեիք, որ ինչ Բագրատին ինչի չբռնեիք։ Ձուկը Սիրջիկ դու էր ասում գլխից աղոտում գլխից այս երկու մատով, բա գլխինին բռնեք, Բագրատ թռավելին բռնեք։ Բագրատին թողել եք մնացած բոլորին բռնել եք ով ձեզ պետք էր։ Պուտինի տակ մտնելու համար ու Քոչարյանի հետ մեկտեղ, բանկի նախագահներով դուք եք։ Քոչարյանին բռնեք, Հայաստանի բանկերի 95%-ում 50-ից 100% փայ է, չեք բռնում, ձեր վրա որ խոսում եք։ Ինչ ունի սկիզբ, ասել եմ ունենալու է վերջ ժողովուրդ ջան։ Բոլորդ ասում եք ուրա, ես հասկանում եմ բոլորի ցավը, ես նույնպես ձեր հետ ցավում եմ, օրվա մեջ մաքսիմում 4 ժամ եմ քնում։ 2 անց կես քնում եմ, 5:45 արթնանում եմ։ Իմ ապրումներում մտածածը գիշեր-ցերեկ Հայաստանի մասին է։ Գիշեր-ցերեկ։ Ես գիտեմ, որ լավ է լինելու, որովհետև սրանց նմանները ազգի դավաճանները ընդմիշտ հեռանալու են, ոչ մեկ չի հիշելու։ Պատմության մեջ գրվելու է հայոց պատմության մթին տարիներ, 35 տարի, չգիտեմ զարմանալիորեն, թե միամտորեն 36 համապատասխանում է ռուսական Գոդսմուտի, էլի մթին տարիների հետ, եւ Հայաստանում պայծառ լույս է վառվելու։ Բանը գերիների հարցը, այդքան գերի։ Նախ դրել եք գերի մի երկու մենակ Ռուբոյի թաթար անուն եք տալիս, տեսակ չեղավ, ռուսական ծրագիրը չանցկացրեց, հիմա սկսել եք մի քանի հոգու համար տալ, անուն տալ Կյաժլյովային եւ մնացածին, Արայիկի մասին հասկացաք, որ դավաճանա չեք տալի։ Ժողովուրդ ջան, այնտեղ 65-75-ից ավելի հայ զինվոր կա գերի։ Դրա մասին ոչ մեկը ինչի չեք խոսում։ Չեք խոսում, Նիկոլ, դու չես ուզում եւ Քոչարյան բան դառնալով ռուսի տակ դու չեք ուզում հայ գերին հետ գա։ Ինչի՞։ Տեսեք Ռուսաստանը, դուք չեք ուզում, բացատրեմ ինչի։ Ռուսաստանը Ուկրաինայի տեսե որի-որ անգամ 1000 գերի է փոխում, ճիշտ է։ 3 տարվա պատերազմը հազարներով փոխում է։ 5 տարի պատերազմը ավարտվել է, մի հոգի չեք կարող բերեք։ Ինչի, որտեղ դուք չեք ուզում, Նիկոլը չի ուզում։ Նիկոլը եւ նրա տերերը Լևոնով, բան մնացածը չեք ուզում։ Չասեմ, որ Նիկոլը կանգնել ասում է, բայ, բան, գիտես ինչ կա, բան, Լևոնը ամենաառաջի կեղծարարն է։ Նիկոլ, դու հասկացնելով ամեն ինչի մեջ, Լևոնն այնտեղ ներվել է, դուք բոլորդ մի թիմից եք ժողովրդի վրա, մի խաբեք, ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, սրանք բոլորը մի թիմից են, ոչ մեկի խոսքի վրա մի խաբվեք։ Բոլորը նույն մարդիկ են, սրանց մոտ այնպես բան չկա, որ մեկը լավն է, մեկը վատ։ Սատանեքի ակումբ է, ոնց որ հիմա շարունակությամբ գնանք միջազգայինի։ Եվ սրանք բոլորը ցանկանում են Հայաստանին վատ անեն, բայց չի ստացվել։ Հիմա գնամ միջազգայինին, բավական լավ վերլուծական այսօր միջազգայինը։ Շատ լավ, էլի բրիտանական եւ ամերիկյան, ինչպես նաեւ ֆրանսիական հատուկ ծառայությունների դակլատ, այսինքն ներկայացվող վերլուծությունը իրենց գենշտաբներին։ Սիրո ներկայացնեմ ձեզ։ Նախ Բիլդերբերգյան ակումբը, որը 1954 թվականին ստեղծվել է, անդամները 120-ից 150 հոգի են, հանդիպելու են
Ստոկհոլմում, ստեղծվել է Հոլանդիայում, բայց այդ ակումբը պարբերաբար հավաքվում են, մեջը անհայտ մարդիկ են իբր, մի քանի հոգու անունն ասում, իրականում ասենք 10 հոգու անուն կասեն 140 կամ 110-ի անունը չեն ասի, սա կոչվում է սև, հիմնական սև սատանեքի ակումբն է, քանի որ եթե մարդիկ չեն վախենում որևէ բանից, բաց դեմքով, չէ, մարդը դեմքը կբացի, կհայտնվի, հիմա կասեն այսօր ինչ ես մուկագնոս, հարգելի հետ է, որ ես միշտ հանում եմ, ես հագնվում եմ իմիջով, հագուստի հետ, լավ երևի զգացել է, դրա համար մի օր բաց եմ դնում, մի օր մուկ եմ դնում, բայց ես Բիլդերբերգյան ակումբի նման սև չեմ հագնում սև ու միայն աշկերը երևա, այն 13-14-րդ դարի չումայի ժամանակվա մարդկանց նման իրենք այդպես են հագնում։ Եվ նրանք որոշում են աշխարհի ամենակեղտոտ հարցերը, ընդհանուր նրանց մեջ են բիզնեսմեններ եւ հատուկ մարդիկ, որոնք իրականում աշխարհին հանդես են գալիս, կարա հանդես գա ուղղակի ջութակահար, կարա հանդես գա իբրև լրագրող, բայց իրական դա ֆիկտիվ դեմքն է, ինքը ներկայացնում է այն մարդուն, որը իրեն ուղարկել է, հասկանալի է, չէ՞։ Օրինակ միջազգային ղեկավարներից Բորիս Ջոնսոնը միշտ մեջն է, այն որ պապան թուրք է, ինքն է մազերը sense միշտ կանգնած են անասուն անգլիացին։ Այս ակումբի մեջ է Ռուսաստանից ռուս օլիգարխներից մեկը էլի ջհուդ Մարդաշովը։ Սա մի խոսքով աշխարհի սատանա ջհուդների խումբն է։ Բոլորի իշխանության մեջ ջհուդական անուններով են։ Մարդաշովն է այնտեղ, Գարի Կասպարովին են տեսել այնտեղ Ռուսաստանից, Չուբայսն է այնտեղ եւ մի շարք մարդիկ իբր թե դա հավաքում են տնտեսական, բայց ելիշ տնտեսություն առանց քաղաքականության։ Թե ինչ են որոշելու, մոտարապես ես ձեզ կասեմ ինչ են որոշելու։ Հիշեցնեմ, որ բոլորը փախել էին ռուսական այս մարդիկ Ռուսաստանից, ինչի համար, ոչ թե փախել են նրա համար, որ Պուտինն ավտար, այլ նրա համար, որովհետեւ աշխարհի քանդման ծրագիրը Ռուսաստանի հանդեպ իրենք որոշել են։ Թող սկսեն։ Ուրեմն մարդկանց բոլորին փորձում են շեղել իրական, սա արդեն բրիտանական, ֆրանսիական եւ ամերիկյան գեշտաբերի զեկույցն է, փորձում են շեղել, նրանք որոշել են շեղել մարդկանց տարբեր պատերազմներում, վայ, տեսեք Ամերիկա սենց ա, վայ, նենց ա, տեսեք մեր մոտ էլ եղավ, որ շորտոսեն, այ մարդ Ամերիկան էլ է քանդվում, բայց իրական արդյունքը սա նոր պատերազմի հարձակման ձևն է, որը ուղղվելու է առաջինը փորձնական է, որ ստուգողական մի հատ հարված, ոնց որ սարքեցին Սերժ, Ռոբ, Լևոն, այդտեղ նաև Նիկոլ 16 թվին հայերի գլխին, 4 քառորյան, հետագայում նորից 4 տարի հետո սարքեցին 44-օրյան հայազին կործանելու համար Պուտինի, Նաթանյահուի եւ մնացածի գլխավորությամբ, Էրդողանի եւ այլն։ Նույնը սարքում է այստեղ, հարձակումը լինելու է ամենաառաջինը Բելարուսի վրա։ Ռուսաստանը ինչքան էլ հայտարարել է ով խփեց ատոմայինով կխփեն, մենք մինչև հիմա տեսել ենք, որ Ռուսաստանը այս 3 տարի ամբողջ աշխարհին վախեցնում է ատոմայինով, բայց ոչ մեկին չի խփի, ինչի, որտեղ ատոմային ցանկացած կրակող երկիր կլինի ջհուդը, կլինի պարսիկը, կլինի ռուսը, չինացին, թե դու ասա պակիստանցին կամ հնդիկը, ով ուզում է լինի թեկուզ Ամերիկան, պատասխանը լինելու է անողոք մյուս երկրների կողմից, որտեղ ով որ բացեց Պանդորայի արկղը, այդ արկղը էլ չի փակվելու։ Սա բոլորը գիտեն։ Դրա համար պատերազմի հիմունքում կատեգորիկ չի օգտագործվելու ատոմային զենք, ոնց որ հաշվարկվել է Ամերիկան իր ամբողջ F-35-ի լավագույն միջոցները տվել է Ռաֆայելին ֆրանսիական, ոչ թե Ռաֆայելին, որ հնդիկները տարան գցին, այլ ֆրանսիական Ռաֆայելին։ Իմիջիալոց հատուկ գրություն եվրոպական ուժերի եւ արևմտյան ուժերի հիմնական 12 կարևորագույն կետերը դա լինում են կարևորագույն կետերը 12 երկրներում է եվրոպական, որից մեկը Հունաստանն է, Նիդերլանդներն է, Ֆրանսիան է, Գերմանիան է, մի խոսքով, եւ ունեն ռադիոլոկացիոն մի շարք երկրներ, որոնց այդքան էլ չեն վստահում, որոնք Ռուսի հետ միշտ տակից աղբերություն են արել, դա Իտալիան է, Թուրքիան է, այսա կասեմ ինչ են տվել նրանց։ Թուրքիան է, Հունգարիան եւ մի քանի այսպիսի երկրներ եւ ունեն նաեւ Լատվիա, Լիտվա, Էստոնիա եւ Ռումինիա, սրանք են մտնում։ Այսինքն բաժանվել է հզորագույն զենքեր, որոնք հերրահար հրթիռներ են խփելու, ինքնաթիռային հզոր էսկադրիլյաներ, որ թռնելու են օդով, նոր գեոլոկացիայով ամեն ինչ իրենք են վերահսկում, ամեն ինչ իրենք են անում, դա տրված է Եվրոպայի 12 երկրի։ Իսկ մյուսը բաժանված է ՆԱՏՕ-ի մյուս անդամների մեջ, միջալոց նաև Կանադայի։ Հիմա տեսեք ինչ հաշվարկ է, երբ որ սկսեն Մինսկի վրա հարձակումը Ամերիկան այսպես արեց, տեսեք ցուցադրաբար, սա ծրագիրն է։ Ամերիկան վիճում է Եվրոպայի հետ։
Ես ձեր հետ գործ չունեմ, չէ, Տրամպը գիժնիկոլ է խաղում, ես ձեր հետ գործ չունեմ, էսա, այնա, թքել եմ ձեր վրա, ես գնում եմ իմ հարցը, իմ մոտ կռիվա եւ այլն։ Ճիշտ է, նոր ասեցի։ Տրամպը ամեղաձևանալու եւ Եվրոպային 450 միլիոնանոց եվրո միությանը, ընդհանուր Եվրոպայի վրաչությունը 750 միլիոն, թողնելու է 150 միլիոն ռուսի դեմ։ Բայց երբ որ հաշվարկային մենք նայում ենք, այս ամբողջին տեսնում ենք, որ մի ահռելի արսենալ, որ այսօր Գերմանիայի կառավարությունը, Ֆրանսիայի կառավարությունը ամեն ինչ թանկացնում են, որը տանելու է պատերազմի, բնականաբար ժողովրդին հարկահան անելը, հարկախեղտ անելը, սա բերում է պատերազմի։ Այսօրվա դրությամբ ըստ տվյալների բնական, որը կարող եք դուք ինքներդ ստուգել, Եվրոպայի համախառն ներքին արտադրանքը 19 տրիլիոն է։ Հիշեցնեմ ձեզ, որ բնակչությունը 7%-ն է բռնում աշխարհի, բայց համախառն ներքին արտադրանքը 20% է Եվրոպայի երկրների։ Իսկ փոխարինաբար Ռուսաստանին է, եթե գրել էի ես, մոտավորապես բռնում է 145 միլիոն բնակչություն, 450-ի դեմ, եւ ռազմական բյուջեն, որը ավելացրել են իմիջիայլոց 800 միլիարդ չի, սարքել են 860 միլիարդ, հասկանում եք, չէ՞ որտեղ է գնում փողերը։ Այս որ մենք մտնում ենք խանութ ու տեսնում ենք սովորական առաջի անհրաժեշտության, հələ երկրորդ, երրորդը չեմ ասում, որտեղ ասենք հագուստը կարա սառնես մի կամ 2 տարի հագնես, բայց սնունդը, ասենք դու ամեն օր առնում ես, ամեն օր գնում ենք, հիմա Գերմանիայում կոնկրետ սնունդը թանկանում է, ամեն օր դու ասենք մի ամիս, 2 ամիս առաջվա գները չես իմանում, օրինակ ես որ եկել եմ Գերմանիա, կաթը այսօրվա դրությամբ մոտավորապես 300 չէ, 400% թանկացել է։ Ամեն ինչը թանկանում է։ Սենց է ժողովուրդ ջան։ Այս ամբողջը գնում է զենքի եւ 860 միլիարդը հենց այնպես չեն անելու։ 860 միլիարդ զենքը առաջին этаպով ոչ թե միայն պիտի խփեն Բելորուսին, այլ խփելու են տարբեր ճակատներով։ Իմիջիայլոց Թուրքիայում կանգնացած ռադիոլոկացիոն կայարանը եւ այնտեղի զորքերին, ինչքան է ռուսը լավ գիտի, հենց այնպես չեն ռուս-թուրքական 14 պատերազմ եղել, ռուսները լավ գիտեն, որ Թուրքիայում գտնվող ռադիոլոկացիոն եւ այլ վերահսկողության կենտրոնները իմիջիայլոց ցավալ է ասեմ, ես չեմ պաշտպանում ոչ մեկին, թքած ունեմ բոլոր երկրների վրա, որտեղ իմ համար գերագույն շահ հայ շահն է։ Այդ ռադիոլոկացիոն կենտրոնը, որը փորձնականապես օգտագործվեց Արցախյան 44 օրերում, որ թուրքերը Էրզրումից, այսինքն Կարինից տալիս էին ինֆորմացիա այնտեղ Գանձակից թռնող թուրքական ինքնաթիռը խփում էր, սա դրա վառ օրինակն է, նայեք 250-ից 350 կիլոմետր հեռվից ինֆորմացիա միլիմետրով տալիս էին, որ խփեր։ Նույնը գնալու է նաև այստեղ ուղղակի ավելի մեծ չափով, ոչ թե 250-ով Ռուսաստան չի հասնի ոչ մի բան։ Բնականաբար ռադիոլոկացիոն կենտրոնը կարող աշխատի մինչև 500-600 կիլոմետր, այսինքն սրանք հարվածի տակ են դնելու հարավային շրջանները Ռուսաստանի։ Մնացածը Իտալիային են տվել ավելի հզորը, որը ունի նաև ինքնաթիռներ են, հսկայական ինքնաթիռներ լոկացիոն, դրանք եւ հիմնականում Իտալիան, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, դրանք արդեն թռնելու են տարբեր կողմերից, որի մեջ անմասն չի ոչ Ֆինլանդիան, ոչ է Շվեդիան, ոչ է Նորվեգիան, ոչ է Կանադան, այսինքն Դանիան նույնպես, այսինքն հյուսիսային ծովի եւ կենտրոնական մասը դեպի Ուկրաինա հանձնել են Գերմանիային, Լեհաստանին, Ֆրանսիային, ինչի Ֆրանսիային, ասեմ ձեզ, ըստ պայմանագրի այս արևմտյան երկրների, Ռուսաստանի հարցը, այդ կոմով ճակատային ամբողջ ուժը դրած է եւ ռուսական դաշնակիցների դրված է Ֆրանսիայի վրա, Ամերիկայի փոխարինող, ինչի որտեղ այսօրվա Եվրոմիության մեջ միակ ատոմային երկիրը Եվրոմիության մեջ, ով որ մտնում է Եվրոպական միության մեջ, Ֆրանսիան ունի։ Բայց բնականաբար Ռուսաստան ունի, ասենք 6000 հատ, Ֆրանսիան 250-300 հատ, մի 300 հատ էլ Անգլիա, սա չի եկանը, որ խփեց Ամերիկա, բան բոլորը խառնվելու են, բայց այստեղ գոյություն ունի մեկ այլ կեղտոտ սև խաղացող, Մեծ Բրիտանիան, ինչպես միշտ տակից առնետի նման խաղում է իր խաղը առաջ տանելով։ Ինչ անում Մեծ Բրիտանիան։ Ուրեմն Մեծ Բրիտանիան այնքան մոտ խաղեր է տալիս, որ ինքը կարողանում է ցանկացած երկրում դրված զենքի միջոցներով եւ աջակցելով նրանց իր ինստրուկտորներով եւ ինչպես նաեւ հատուկ ծառայության միջոցներով պատրաստի հարձակումներ անակնկալ բնականաբար բոլորի աչքին Ռուսաստանն է։ Գերմանիան կրկին անգամ արդեն բաց ասում է, որ Քյոնիգսբերգը, Կալինինգրադը այլընտրանք չունի։ Նույնիսկ ասում է, որ այլընտրանք չունի այն պատճառով, որ մեզ հետաքրքիր չի, նա կլինի անկախ թե կգնա Լեհաստանին, հասկանում եք դուք ինչ է նշանակում։ Ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, եթե Հիտլերը իմանար, ճիշտ է ինքը նույնպես ջհուդ,
բայց վերցնենք ֆաշիստական Գերմանիան իմանային, որ առանց զենքի ամբողջ Եվրոպան ծնկի կբերեն, ժողովուրդ ջան։ Իրենք կյանքում այդ հարցի չեն գնա։ Ծնկի կբերին։ Այսօրվա դրությամբ Գերմանիան, եթե ընդունենք այսպես է, չէ, գերմանական տնտեսությունը դուրս է գալիս Լեհաստանից։ Լեհաստանը գրում է ժողովուրդ ջան, գիտեք որ դար։ Երևի 16-17-րդ դար։ Խանութներից, մեքենաշինությունից, նավահանգստներից, գետային շինությունից, սահմաններից եւ այլնից ամբողջությամբ կախված է Գերմանիայից։ Լեհաստանը, ել չասեմ Չեխիա, Սլովակիա այդ մանր մունները, որոնք սպասում են, որ պապան փող գցի։ Դրա համար Լեհաստանին ասում թողը լիրան։ Հասկանում եք, չէ՞, սա ինչ նշանակում։ Սա է խաղի խորամանկ արդյունքն, որ ինքը թքած ունի, կարևորը Ռուսից դուրս գա։ Ինքը մեկ ասենց տենից այդ Իրանն է լինելու։ Մեկը Իրանն է լինելու։ Եվ բացի Քյոնիգսբերգ Կալինինգրադից Ռուսաստանը ունի այն ճանապարհը, այն նեղ ոնց է կոչվում, Սլուցկի ցամաքային ճանապարհ, որ ինքը ցանկանում է, որ անպայման Լիտվայից գրավի, շանս եթե լինի, վերցնի, որ միավորվի բանի հետ, Կալինինգրադի հետ, Քյոնիգսբերգի։ Բայց սա ուրեմն տարբերակ է, որ ռուսը ասում են հարձակվելու անընդհատ հաստատում են, ինչի համար, ժողովուրդ ջան, սա պատերազմի նախաձեռն է։ Հիշեցնեմ ձեզ, որ ռուս-ֆիննական պատերազմում ռուսները ինչ են անում, հատուկ ծառայությունը մտնում է Ֆինլանդիա 600 մետր։ Ֆինլանդիայից 600 մետր ենքում մի քանի հատ հրանոթ են գրավում, հրանոթով խփում են։ Կամ ավտոմատներով սկսում են կրակել Խորհրդային Միությունը, Ստալինը պատճառ է բռնում, հեսա տեսեք, Ֆինլանդիայից են խփել 500 մետր ներսից, դա Ֆինլանդիայի հողն է, վերջի պատերազմը հայտարարում, Ֆինլանդիայից հսկայական տարածք է վերցնում։ Ինչի կոմունիստին ռուսին կարելի է, Եվրոպային չի կարելի արել։ Պարզ է, այսինքն պատերազմական ուղղությունը հիմնականում նախապատրաստելու են a. հարված Բելոռուսի վրա, որպեսզի շեղեն անտեղ, եւ b. ուղղակի Քյոնիգսբերգը հետ են վերցնում, որը տալու է ընդհանուր արդյունք։ Իսկ Ռուսի համար այսօր Բալտիկ ծովը, որը իմիջիայլոց հսկայական 80%-ն է ապահովում Ռուսաստանի տնտեսության, գտնվում է զուտ ՆԱՏՕ-ի ծով։ Սա էսպես։ Հիմա ասենք հաջորդ մեկ այլ բանի, ինչ են որոշել անել։ Քանի որ աշխարհում սարքել են պատերազմները եւ փորձում են այսօր շողանեն, վայ, հեսա Իսրայելը կխփի Իրանին եւ այլն, ժողովուրդ ջան, Իրանին չի խփելու, որտեվ այստեղ մի բարդ խաղ կա։ Իրանին ցուցադրական խաղ է։ Քանի որ Իրանը փորձում է անկախ քաղաքականություն վարել համեմատաբար, Իրանին փորձում են այս վախով չեզոքացնել ռուսների հետ հնարավոր մերձեցումից, քանի որ երբ որ դու ցանկացած երկրի գցում ես անկյուն, ինքը փորձում է իրան նմանին գտնել։ Այս բանը Ռուսաստանն ու Իրանը, որ գտնվում են սանկցիայի տակ եւ սահման ունեն բնականաբար իրար հետ, հա, ծովային սահման ունեն, եւ ռազմական հարցեր իրանական շահեդներն են խփում, փորձում են ամեն հարցով վախեցնել, որ հանգարց ռուսին չմիանաս։ Սա այդ տարբերակն է։ Թե չէ պարսիկները միշտ էլ հիշում եք, մոլեն եկավ, գնաց, պաճպռոշտ եղավ, իրար հետ մտան իրար տակ, հաջորդ օրը Իսրայելի կռիվը սկսավ իբր Համասի դեմ, որը բազում անգամ ապացուցել են, որ թե Համասը, թե իսլամական ճակատը, թե մնացած բոլոր զենքերը եւ իրանական ռազմական գործաները սարքել են ջհուդները։ Այսինքն այս ամբողջը գնում է բարդ այսպիսի ցանցային խաղ, գնում աշխարհում ցանց են իրար մեջ, որ մարդ չհասկանա, բայց այս վերլուծում են, որ դուք տեսնեք իրական նպատակները ինչ են։ Եվ այստեղ կա մի խաղացող, բնականաբար, որը Չինաստանն է, որ Չինաստանին կանգնեցնելու են, ասում է, ինչը ստիպեց քեզ մեր հանրահայտ Վարդան Այգեկցու առակումը աղվեսագրքի մեջ կա, հա, որ ասում է, ինչը ստիպեց լինել քեզ այդքան արդար, Արթուրը, որ Արթուր եմ ասում, Առյուծը, որ ասում է, ներողություն, Առյուծը, որ ասում է աղվեսին, ասում է, ինչը ստիպեց քեզ լինել այդքան արդարով փափկամազ, ասում է, հայրը հարվածը գայլի վզի եղավից 10։ Նույն վիճակն է, այսինքն խփեցին Ռուսաստանին, Չինաստանը իր տեղը առնելու է։ Չինաստանն էլ վիճակը այդքան լավ չի, մոտավորապես 25%, 25-30% երիտասարդության գործազուրկ է դառել։ Այսինքն այս աշխարհի քանդել, խառնել, որ նորից ստեղծել, այս Բիլդենբերգյան ակումբի կատարած հանցագործությունը գայս է նաև այդ ճանապարհին։ Քանդել, նորից ստեղծել, քանի որ տեսեք, ժողովուրդ ջան, ինչ են անում։ Շենքը ոնց որ ամերիկյան երկորյակներ։ Տեսեք, միշտ ամերիկան ցույց է տալիս, վայ, հարվածում են ինձ, բայց պատերազմները սարքում է ինքը։ Հիմա նույնն էլ էսի, վայ, պայթեցնում են Ամերիկայի 5-6 քաղաքներ կրակի մեջ են, բայց
Տուժելու են մյուսները։ Տուժելու են մյուսները։ Առաջի պայմանը աշխարհի ժողովուրդը շատացել է։ B. Շատացել են աշխարհի այն ժողովուրդները, մամեդականները եւ այլն, եւ այլ կրոնային այնտեղ բուդդիստա եւ այլ ինչ-որ այա, որոնց վրա իրենք չեն կարող իշխեն։ Հարաբերական վերցնենք, եթե Ամերիկան 112 միլիոն էր, Աֆրիկայի ամբողջ բնակչության իրարը 100 միլիոն չկար։ Հիմա Ամերիկան դարել է այդքան փախստականով 350 միլիոն, Աֆրիկայի բնակչությունը 1.4 միլիարդ անցնում է։ Հիմա Աֆրիկայի վրա Ամերիկայի իշխելը հեշտ է, թե չէ։ Որտեղ այն ժամանակ նույն թիվն էին, ինքը կարող էր իշխել փոքր էին երկիրները, հիմա շատացել են։ 1951 թվականին 42 թե 43 միլիոն էր միայն Նամիբիայի բնակչությունը, որի վրա իշխելը հեշտ էր։ Անգլիայի բնակչությունը արդեն 55 միլիոն էր, հա, ամերիկյան բնակչությունը 20-140 միլիոն էր։ Այսօրվա դրությամբ Նամիբիան հասնում է 300 միլիոնի, ինչ պետք է անի Ամերիկան կամ Անգլիան, ոչ մի բան։ Նույնն էլ ցանկացած երկրներ, այսինքն քչացնում ես, որպեսզի իշխես, բաժանում ես, որպեսզի իշխես։ Բոլոր մայրցամաքներում արևմուտքը հիմնականում Եվրոամերիկային եթե հանենք, Եվրոպան էլ ունեն իրենց կետերը, բոլոր մայրցամաքներում, թե Ֆրանսիան, թե Անգլիան ունեն բազաներ։ Ես միշտ ասեմ, եթե խփելու են բազային, եթե ասենք ընդունենք խփելու է, հիշում եք, երկրորդ համաշխարհայինը դրա փորձն էր։ Երբ որ Գերմանիան գրավեց Ֆրանսիան, Փարիզը կեսից շատը գրավեց, բայց գաղութներում պարտվեց գերմանական զորքը ֆրանսիականին։ Այսինքն գաղութներում ինքը չկարողացավ վերահաստատվել։ Նույնն էլ հիմա, եթե Ռուսաստանը պետք է խփի, ընդունենք Փարիզին, հա, կամ խփի Բերլինի, Մյունխենի, որին ուզում է խփի, չէ՞, բայց այն մյուս տեղերում Լոնդոնին ինքը մայրցամաքային տեղում պարտվելու է։ Որտեղ բոլոր զորքերը եթե հիմա թողում են ռուսական նավանցներ, ժամանակ բլոկադան ավելի բետար է լինելու։ Աֆրիկայում, Օվկիանիայում, Ասիայում, Անտարկտիդայում եւ այլն։ Այս ամբողջ ծրագիրը մշակել են, որ ես ելի եմ կրկնում։ Հյուսիսային պատերազմը հիմա այստեղից կարող է խփել Մինսկին, բայց մեծ հարվածը սկսի հյուսիսային պատերազմից, որտեղ մարդիկ համարյա բան չիմանան։ Այո, աշխարհը կքանդեն։ Ընդհանուր երկրագնդի էկոլոգիան մենք տեսնում ենք, որ քանդված է։ Իսկ նայում եք 3 հաս ծվիտռի հակև ցուրտեր այսօր 30 աստիճան է։ Հունիսի մեջ ես տան մեջ բան եմ միացրել, տաքացնող բան եմ միացրել, ռադիատոր։ Աշխարհը քանդելու է, սա տարբեր բան է։ Այդ ակումբի մասսան, ես մի անգամ ասել եմ, երբ որ նստում են մի մասը որոշում են, ասում են, բերեք երկրագունդը, պայենք էկոլոգիան, նենց անենք, իսկ փողից կուրացած, իրար մեջ արդեն երկրներով մրցող այդ սատանիստների խումբ ասում է մեկը ինչ էլ անենք, երկրագունդը կործանվելու է, բերեք վայելենք այն ինչ կարող ենք։ Այսպիսի հրեշավոր ծրագրեր է գնում այդտեղ, աշխարհի համաշխարհային մարդկության կարգի, հասկանում եք, փորձեր եւ այլն։ Հիշեցնեմ ձեզ, որ մենք այս աշխարհի 6-րդ քաղաքակրթությունն ենք։ Ատլանտներից, լեմուրացիներից եւ մնացածից հետո արիացիների վերջին մենք հիմա 6-րդ քաղաքակրթությունն ենք։ Բոլոր քաղաքակրթությունների վերացման մեջ, երբ որ հետազոտում են ուղղակի գիտնականները չեն բարձրացնում, հայտնվել է երկրագնդի կեղևում ատոմային պատերազմի հետքերը։ Թե մենք հիմա ինչի ենք գնում, սա արդեն միայն Աստված կարող է մեզ օգնել ու ցույց տալ, որ երկրագունդը չկործանեն սրանք, բայց քանի դեռ երկրագնդի վրա հիմա չարերն են իշխում, տեսեք Հայաստանում էլ է չար իշխում, չարի ծառանա, որ չարքի ծառան չլներ, չէր իշխի։ Իհարկե մենք տարբեր տեղերում փոփոխություններ, մենք թե Հայաստանում, թե աշխարհի մյուս տեղերում փոփոխություն անելու ենք, քանի որ ամեն ինչը հայ ազգից է դուրս եկել, ժողովուրդ ջան։ Աստծո անունը հայ է, այո։ Եվ հայ, եթե իրենք ասում են Յահվե, դա ամեն ինչը թարս են, չէ՞ կարդում։ Եվ հայ, մեր ար ազգի արերենը իրանք կարդում են Ռա, Սևի մթի Աստված, Արևի Աստված, Արև, Ար, Արիացի, Արարատ եւ այլն։ Այսինքն բոլոր անվանումները, որը գալիս է հայից եւ հայ աստծոց, իրենք փորձում են թարս կարդալ, որ իրենց է լինի, չէ՞։ Այսպես է։ Բայց ինչ ունի ասել եմ սկիզբ, նա ունի վերջ։ Միշտ մթին հաջորդում է ցերեկը։ Սա աշխարհի դրվածն է, մարդը այնքան փոքր է, որ սա չի կարող վերացնել։ Էլի եմ կրկնում, ատոմային պատերազմներն էլ նորից նույնն եմ ասում, այնքան փոքր են, որ այսօրվա դրությամբ եթե բոլոր աշխարհի ատոմային ռումբերը գցեն, միայն մի հատ Սուդան կվերանա, որը մոտավորապես 1.2-1.3%-ն է աշխարհի։ Բայց հետևանքները ինչ կլինեն ժողովրդի մեջ, սա ուրիշ է։ Եթե որևէ մեկը հասկանար, որ այսօր ատոմային զենքով կարող աշխարհը վերացնի, ինքը վաղուց է դարել։ Բայց հաշվարկային, որ հաշվել են, իրանք տեսել են Պայթյունի արդյունքները, տեսնում են, որ այդպես չի։ Տեսեք, տարբեր ատոմային բաներ են փորձարկել,
Անգլիայի շետլանդական կղզիներում, Շոտլանդիայից վերև կա շետլանդական կղզիներ, որտեղ ոչխարների վրա են փորձարկել 62 թվականին, այդ կղզին դե միայն իրենք են այդ ազոտության գնում, պիտի 100 տարի հետո անցներ, պարզվում է, որ 30-40 տարի հետո ռադիացիոն ֆոնը անցել է։ 30-40 տարի, նրանից եւս 15 տարի հետո տեսել են, որ ոչխարների մոտ լրիվ կարած ձեռ տաս, եւս մի 15 տարի հետո կարան նույնիսկ միսնել ուտել։ Այսպիսի հաշվարկներ, այսինքն այդ 100-ը, որ որոշված է, այն որ ասում են, կլինի մի 100 տարեկան, չէ՞։ Աբարանցու անեկդոտնա, չէ, որ կենգուրուին տեսնում է, ասում է, բերես ինչ կենթանի են, կողքին իբրմիշների գիտնական ասում է, պետ ջան, ոնց բացատրեմ, եսի կլինի մի 100 տարեկան նապաստակ, այն նույն վիճակն է։ Դրա համար ամեն ինչ այդ 100 տարի վերցնելը, որ անհասանել է, տեսեք մարդը համար են գրում մակը 2100-ին այսքան կլինի, ով է որոշել։ Ոչ մեկ։ Ոչ մի մարդ համարը չի տպվում։ Ըստ ՄԱԿ-ի մարդ համարը հիմա պիտի Հայաստանում 2.5 միլիոն, 2 միլիոն մարդ ապրի։ Չկա այդպիսի բան։ Հասկանում եք, այսինքն տարբեր է։ Թուրքիան պիտի 120 միլիոն ուներ, բայց չկա այդքան բան։ Թուրքիան հազիվ 54-55 միլիոնի վրա է, հազիվ։ Նույն Իսրայելի եւ մյուսի։ Ինչի՞ եմ ես այսքան մանրամասն բացատրում, հարգելիներս, որտեղ այն բանը, որ 100 են ասում, ոչ մեկ չի տենալու։ Այդ արխային ասում է, Սերժին չէր ասում 2040 թվականին Հայաստանում կապրի 4 միլիոն թե 6 միլիոն մարդ, Նիկոլ եկավ ասեց 8 միլիոն մարդ։ Հա մեկը չի տենալու ինքը։ Սերժ 2040 թվականին քանի տարեկան ալնելու։ 72-ը ինչքան է 70 տարեկան, 52 թիվ է։ 70 տարեկան մարդ է, 20 տարի հետո ինչ ալնեն 25։ 90, 100, ինչի չկա, ես էլ կասեմ։ 2100 թվին Հայաստանի բնակչությունը կլինի 800 միլիարդ, ամբողջ աշխարհն է մենակ հայերեն կխոսեն։ Հետո ինչ ասել է Գագոն սուտ ասեց, գրողին թե չեք ասի 100 տարի հետո ես կլեմ 150 տարեկան մարդ, կապրեմ թե չէ։ Ոչ մեկ չգիտի ինչ կանա։ Հասկանում եք։ Գնոստիկի պես ինչ կասեմ, կանցնի ինձից հետո, այդ պահին մի քիչ շոու կանեմ, այս սեկտանտների պես, հետո ինձից հետո ինչ կլինի, կլինի։ Դրա համար ես մանրամասն պատմում եմ ինչեր են անելու մոտակա տարիների ընթացքում։ Նա պատերազմին կընդունեն, կհաղթեն, չեն հաղթի, փորձ անում են։ Միշտ ստուգողական փորձերը հանձինս մեր Արցախյան քարորիայի անելու են։ Որովհետև Ռուսաստանի տարածքում եւ նրա մյուս տեղերում կան բացի բնակչության հողային տարածքից կան օգտակար հանածոներ, բնական ռեսուրսներ։ Իմիջիայլոց սրանց մեջ տեղեկացված է նաև հուշ գաղտնի տեղեկություն, որը տալիս է բրիտանական հատուկ ծառայությունը, որ միակ այլանդակ խաղացողը այստեղ, որ ընդհանուր ծրագրից անընդհատ ուզում է միայն շահած դուրս գա, սա Տրամպն է։ Ինքը Ռուսաստանին հիմա համաձայնվում է, տեսեք, ինքը Ռուսաստանի հետ կոնկրետ դուրս է եկել առևտրի, ինքը ցանկություն չունի ամերիկացի կմեռնի, կպարտվի ամերիկան, թե չէ։ Իրեն պետք է զիջում հանքերում, այդ թվում Միջին Ասիայում։ Ասում է, եթե Միջին Ասիայի հանքերը զիջվավ, ռուսական զորքերը թողեցին ամերիկան ուղղակի մտնի, ինքը մեծ հայճուճքով ուկրաինացիներն այսպես սկուտեղի վրա մատաղ մատուցել։ Սա միջայլոց անգլիացիները շատ վրդովված են, որն էլ անկախ նրանից, որ իրենք հզոր են, բայց միայնակ Ամերիկայի կամ Ռուսաստանի դեմ չեն գնա, բոլորս սա շատ լավ ենք հասկանում, բայց արևմուտքի հետ, ճիշտ է, ինքը դուրս է եկել Եվրոմիությունից, բայց բոլոր ծրագրերի մեջ կա, տեղեկացրել է եվրոպական երկրները հիմնական ղեկավարներին, այսինքն Ֆրանսիային, Նիդերլանդներ, Բելգիա, որոնք ՆԱՏՕ-ի եւ մնացած է Եվրոմիության նստավայրներն են, Գերմանիային եւ ինչպես նաեւ Լեհաստանին, որ այսօր ամենաուժեղ պոտենցիալ ունեցող ռազմական երկիրն է համարվում Եվրոպայում։ Ամենավարժված պոտենցիալ է, միջալոց շատ զարմանալի տվյալ է եկա։ Ես ասեմ, որ ֆինական պատերազմում Ֆինլանդիան այն ժամանակ երևի 2-3 միլիոն բնակչություն ուներ, 170 միլիոն սովետի դեմ չթողեց սովետը այդքան հաղթի, մի փոքր տարածք վերցրեցին Լենինգրադից, Պիտերից վերը։ Տեղեկություն է եկել, որ Ֆինլանդիայի բանակը ամենապատրաստվածներից մեկն է։ Եթե պատերազմ սկսի, ռուսների համար ամենամեծ գլխացավանքը Լեհաստանից բացի տալու է Ֆինլանդիան։ Սահմանը 1250 կիլոմետր է եւ Ռուսաստանը այնտեղ ճանապարհ ինֆրաստրուկտուրա չունի, շատ դժվար է ռուսներին ֆիների դեմ կռվել է մինչեւ Զենկման եւ այլն հասցնել։ Դրա համար Ռուսաստանը մինչեւ բանի համար Ֆինլանդիա մտնելու համար ահագին հիստերիա էր անում եւ ամենամեծ հարվածը ստացել է այդտեղ։ Ես էլ չեմ խոսում Ճապոնիայից, չեմ խոսում մնացած հեռավոր արևելյան Ասիայի եւ մնացած մասերից։
Հարգելիներս, էլ չեմ ասում միջինայսի այս վիճակը, հարգելիներս, այստեղ ինչ է կատարվում։ Եթե Հայաստանը ունենա ու շուտով կունենա ազգասեր ղեկավար, այս միջազգային հակասությունների մեջ, որը կա թե Ֆրանսիան, թե Եվրոպան միջալուց ասել եմ ու կրկնում եմ, ինչի Ֆրանսիան եկավ Սյունիքի հարցը փակին եւ այլն, ամբողջ էություն են անում, որ Ֆրանսիային է հանձնարարված առաջատար դերը Ռուսաստանի, այս թուրքերի եւ մնացածի դեմ կանգնեցնող լծակը հանձնել են Ֆրանսիա։ Եթե խելոք ղեկավար ունենանք, Հայաստանը ոչ միայն կկարողանա պաշտպանի իր սահմանները, այլ նաև առաջընթաց ունենալու։ Այդ մասին ես շատ թղթեր չեմ բարձրացնում։ Հաստատ ոչ Սերժը, ոչ Լևոնը, ոչ Նիկոլը, ոչ Ռոբը եւ նրանց թիմակիցները չեն մտնում այս ծրագրի մեջ։ Այս ծրագրի մեջ մտնում է մի մարդ, որ ընդհանրապես ռուսի տակ պարկած չի լպստում եղած չեղածները։ Բարձա։ Ու Հայաստանից որ մարդը ռուսի հետ արդեն նա ընդհանրապես դատապարտված է կործանման ու շպրտման անձեռք սեղմելիության, ես այս մասին շատ եմ խոսել։ Արևմուտքում անձեռք սեղմելի են Հայաստանի բոլոր ղեկավարները, նրանց այդ մանր մունր ջեբի կուսակցությունները սուտ իրանց քննադատող այդ ապրանքաֆոնդային բորսային ֆյուչերսը, որ ելում ընկնում է, դրանց միջի 0.1%-ները, 0.001%-ները։ Ծիծաղալի է, գնում են Ամերիկա, մարդ են կազմակերպում, այ մարդ դուք, Սերժի, Քոչի, Նիկոլի, Լևոնի տակի շներ եք ռուսական շպիոն, ձեզ թվում է, որ գնացեք Ամերիկա, միտեղ կանչեցին ձեզ երկու բառ խոսացին, դուք տառակ, հա, նորմալ մարդ, չէ, այսպես չի։ Ես կարող եմ շատ բացատրել մանրամասն թվայինով, զենքի քանակով, տանկերի, ինքնաթիռների մոդիֆիկացիաներով։ Ուղղակի ուզում եմ, որ ժամանակը այնպես լինի, որ դուք նայեք, տեսնեք ինչ եք հասկանում։ Իրական նպատակը աշխարհի վերադասավորումն է։ Կարող են բոլոր այդ կլուբի մեջ լինել նույն հոգեբանության, բայց իրենք են որոշելու, ոնց որ ժողովրդի մարդուն տեսնում են որպես միջոց։ Բայց այստեղ գոյություն ունեն հարցեր։ Նրանք կարող են իշխել վերևներում, բայց չեն իշխում միջին խավում։ Այդ միջին խավում գոյություն ունեցող ազգերը իրենք են որոշում իրենց ուժի շնորհիվ, օրինակ ոնց որ Ճապոնիան պարտված լինելով դառավ հաղթած, Գերմանիան Սովետ միությունից պարտված լինելով այսօր Գերմանիայի վրա է հույսը հաղթած, այ ազգի հոգեբանական վիճակով ու ճիշտ հայրենասեր ղեկավարներով ազգերը դառնում են ուժեղ ավելի, դառնում են իշխող եւ դառնում են իրենց շահերը պաշտպանող։ Ու ես չեմ խոսում Կուրիլյան կղզիներից ինչ իրավիճակ են նախապատրաստել, մի քանի անգամ ասել եմ։ Այսօրվա դրությամբ Ճապոնիայի զինյատեսակները ու Ճապոնիայի բանակը այնքան կարգապահ, որ ցույց են տալիս է չինական 1.5 միլիարդ բռակ տված։ Ախր ժողովուրդ ջան, չինական բանակը 150 տարվա մեջ մեկ հաղթանակ չունի։ Բոլոր պատերազմները 150%-ով պարտվել է։ Պլյուս դրան չինական, ինչի Ռուսաստանը զորքերը հանել է հեռավոր արևելքից Սիբիրից, բերել է ուկրաինական ճակատ, մի պարզ պատճառով ուկրաինական ճակատից առաջ բացեկում հիշողությունը կարճ է հիշեցնեմ։ Չինական 50,000 զինվորները ռուսական 8 թե 10,000 զինվորի հետ համատեղ զորավարժություն արին։ Այդ զորավարժության ընթացքում, որ պետք է կրակահերթ անեն, ուկրաինացիները խառնվան, ներողություն ուկրաինացի, չինացիները խառնվան դառան բորշ, ռուսական զորքերը բերեցին մարտակարգը դրեցին տեղը ու հասկացան, որ ուզում է զորքը լինի 150,000, ինքը բորշ ազգ է, ոնց որ չինացին կա անվորակ ապրանք արտադրում, միջացեք ավտոն լավն է կավար։ Չինացին ընդհանուր առմամբ անվորակ է, այդ ավտոներն էլի անվորակ են։ Ով որ առել է կսկծու ասմա որակով, ապրեք ձեր համար։ Կյանքում չինացին երկինք էլ թռնի, ոչ ճապոնացի կդառնա, ոչ ամերիկացի, ոչ եվրոպացի։ Այս միշտ հիշեք։ Բարձա չինական բանակն էլ։ Միֆա 2 միլիոն, մեկը մեկից բեխաբար մարդ։ Վերջին պատերազմը Չինաստանը խայտարակ պարտվել է Ափիոնի պատերազմում։ Նրանից հետո ինքը պատերազմ չունի հաղթած։ Բոլոր ներողություն, էդի չէ, 1941-45 թվականին Ճապոնիայի 1160 դիմում է ուղարկի ազգերի լիգային, թե Ճապոնիանից գրավել է։ Այ Ճապոնիան, որը նրանից բնակչության փոքր է, մոտավորապես 12-13 անգամ։ Պարզա։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր։ Հարգելիներս, միշտ հիշեք, հայը իր տեսակի մեջ, իր որակի մեջ կատարյալն է։ Աստված, այո, Աստծո անունը հայ է, ես նոր ասացի, եւ հայ, հա, Յահվե են ասում, եւ հայ թարց կարդում ես։
ով ունի իր մեջ Աստծո մասնիկ, այսինքն չի գնում նյութին, չի խաբվում փողին, չի դավաճանում, չի ծախում, իր հայրենակցին չի գցում, աշխատում է ապրի ճիշտ ձևով, այդ մարդը փրկվող է, ով փորձեց միտումնավոր, սենց մի կոպեկի գնով խափելով կամ մայախատիս կռայը անկյունից լրված, որ իրան բան չասեն, հետո գանգնի ոտներս ոնց որ օրական զանգում են մեզ, ախպերս դե գործի ենք, ապրում ենք, բայց հոգով ձեր հետ ենք, հոգին պահեք ձեր համար, ձեր հոգին մեզ պետք չի, դու աշխատում ես պետական պոստերի ու վախում ես ծենաս, մա Գագո ջան հոգով քո հետ եմ, ես ինչ անեմ, որ էսի վատնա, բայց չէ որ դու աշխատում ես Նիկոլի եւ նրա նմանների համար, Քոչանի, Սերժի, որոնք իմ համար նույնն են։ Աստված թող դրա համար արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, իմիջիայլոց հիշեցնեմ, հարգելի արցախցիներ, ով որ փորձում է ասի Արցախի հարցը վերջացածը, այն հայ ազգի համար մեկ թշնամին է։ Արցախի հարցը դեռ չի սկսվել, քանի որ Արցախ գոյություն ունի թե լեռնային Արցախ, թե գոյություն ունի դաշտային Արցախ, գոյություն ունի Գարդման, գոյություն ունի Փայտակարան, գոյություն ունի Նոր Շիրական եւ գոյություն ունի Բագարան։ Դրա համար հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արդվինում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։